Բարի լույս, սիրելիներս։ Երբեմն մեզ թվում է, որ քրիստոնեական կյանքը դա խաղաղ, հանգիստ, դրախտային վիճակ է երկրի վրա, բայց այդպես չէ։ Անշուշտ մենք քրիստոնյաներ լինելով պետք է Տիրոջ խաղաղությունը պահենք մեր սրտերի մեջ, մեր հոգիների մեջ, մենք ներքուստ պետք է խաղաղ լինենք, բայց արտաքին հալածանքները, արտաքին փորձությունները անդադար են։ Ինչու՞, որովհետև սատանան շարունակում է գործել եւ նրան ձեռք չի տալիս, որ ինչ որ մեկը փորձի Տիրոջով ավելի լավը լինել։ Տեսեք, Պողոս Առաքյալը Տիմոթեոսին ուղղված իր երկրորդ նամակի մեջ ինչ է գրում. Իսկ դու հետևեցիր իմ վարդապետությանը, իմ վարմունքին, համեցողությանը, հավատին, համբերատարությանը, սիրուն, համբերությանը եւ այն հալածանքներին ու չարչարանքներին, որոնք պատահեցին ինձ Անտիոքում, Իկոնիոյում եւ Լյուստրիայում։ Գիտես թե ինչպիսի հալածանքների ենթարկվեցի, բայց Տերն ինձ փրկեց այդ բոլորից։ Եվ բոլոր նրանք, որ ուզում են աստվածապաշտությամբ ապրել Քրիստոս Հիսուսով, հալածանքների մեջ պիտի լինեն։ Բոլոր նրանք, որ ուզում են ապրել Հիսուս Քրիստոսով, աստվածապաշտության մեջ, պետք է հալածվեն։ Ուրեմն սիրելիներս Առաքյալը այսօր հստակ դնում է այդ հարցը։ Մի կարծեք, եթե դուք Քրիստոսի հետ եք, ուրեմն չպիտի հալածվեք։ Հալածանքը միշտ կա, մեծ թե փոքր, դա չէ էական։ Յուրաքանչյուր մեկիս կյանքի մեջ կա այդ փորձությունը, յուրաքանչյուր մեկիս կյանքի մեջ կա այդ հալածանքը եւ այդ դժվարությունները որպես քրիստոնյաներ։ Բայց պետք է լինեն դրանք, որովհետև չարը արթուն է եւ նա փորձում է բոլոր կողմերից մեզ շեղել ճշմարիտ ճանապարհից։ Ցավոք սրտի, մենք էլ շատ դեպքերում տգար ենք լինում եւ այդ տգարության մեջ է, որ շեղվում ենք, սայթակում ենք, ավելի ընկրկում ենք այդ հալածանքների առաջ։ Այսօրվա հոգևոր նախաճաշի միտքը հետեւյալն է, որ չկարծեք երբեք եւ չգայթակղվեք այն գաղափարով, որ եթե դուք առավոտյան օրինակ արթնանալուց հետո աղոթում եք կամ երեկոյան քնելուց առաջ աղոթում եք կամ եկեղեցի այցելում եք կամ Սուրբ Գիրք կարդում եք, ուրեմն դուք չպիտի ենթարկվեք փորձության կամ որևէ հալածանքի։ Չկա նման բան։ Բոլորս ենթակա ենք այդ դժվարություններին։ Բայց երանի նրան, ով համբերությամբ եւ Աստծո նկատմամբ վստահությամբ կանցնի իր հոգևոր ճանապարհի թերևս այն հատվածը, որ փորձություն է կոչվում։ Որովհետև ամեն փորձության յետևում թաքնված կա եւ կամ պատրաստված կա մարդու համար օրհնություն Աստծո կողմից։ Ուրեմն սիրելիներս, թող որ այդ հալածանքներն էլ լինեն, թող որ այդ փորձություններն էլ լինեն, որ աշխարհինն են, բայց նաեւ գիտենք, վստահաբար գիտենք, որ Աստված մեզ օրհնություն է պատրաստել։ Եվ եթե մենք այսօր պատվով, քրիստոնյային հատուկ կեցվածքով, աղոթքով եւ համբերությամբ դիմակայում կամ անցնում ենք այդ փորձությունն ու հալածանքը, վաղը մեզ Աստված օրհնելու է մի նոր ճանապարհ բացի մեզ համար եւ մի նոր կյանք բարգեւի մեզ, որով մենք պիտի ամեն օր շարունակենք փառաբանել Տիրոջը իր բարգեւների, իր հայրական սիրո եւ ողորմության համար։ Եղեք համբերատար ձեր փորձությունների մեջ։ Աստված այդ համբերությունն է ուզում մեզանից։ Բարի եւ խաղաղ օր ձեզ բոլորիդ։ Աստված օրհնի ամենքիս։